Պարոն Մանուկյան, թմրանյութի ազդեցության տակ մարդը կարծես թե կորցնում է ինքնակառավարումը, վերահսկումը եւ առաջանում է այսպես կոչված ռիսկային վարքագիծ։ Ինձ հետաքրքիր է այդ ձեր մոտեցումը, ձեր կարծիքը, ձեր դիտարկումները, որոնք են այն հաճախ հանդիպող բարդությունները, որպես ռիսկային վարքագծի հետևանք, սեռավարակներ, միավարակ, հեպատիտներ, անցանկալի հղիություն, ինչ դիտարկումներ ունեք։ Մենք արդեն առնչվում ենք դրա բարդությունների հետ, որտեղ մեզ մոտ գալիս են արդեն այն փուլում, երբ որ սեռականը արդեն լրիվ զրոյացել է, որպես բարդություն եւ շատ հաճախ չեն էլ խոստովանում դրա մասին, մեզ պետք է լինում 2, 3, 4 այց, որ նոր իրենք խոստովանեն, որ ունեն կախյալություն եւ վաղուց օգտագործում են եւ արդեն պատկերը պարզել են։ Ձեր պրակտիկայում ինչ եք նկատում դուք։ Մեր մոտ նույնպես գալիս են հիմնական գանգատով թմրանյութ չարաշահելու առումով, որին ֆոնային արդեն իսկ կան գեպատիտներ, կա միավարակ, սեռավարակներ միգուցե դրանք էլ լինեն, բայց մենք որ հետազոտում ենք, բուժմանն ենք անցնում արդեն, կամաց այդ ամեն ինչը գլուխ է բարձրացնում, մեր հիմնական բուժումից հետո ուղղորդում ենք արդեն համապատասխան մասնակետի մոտ, որ մարդիկ զբաղվեն, փորձեն վերականգնեն այն ինչ որ հնարավոր է, հղիության մասին անցանկալի դեռ այսքան ժամանակ ոնց որ չի եղել իմ մոտ դեպք, բայց ռիսկային վարքագիծը ամեն դեպքում միշտ առկա է։